Տավուշի մարզի Հովք գյուղն է։ Շուրջ 430 բնակիչ ունեցող գյուղը անցած տարի խոշորացվեց։ Ճիշտ ասած մի լավ բան չենք տեսել։ Այդ համայնքների խոշորացումից օգուտ չենք քաղալ որնասից բացի երևի։ Իսկ տարբերություն ոչ տարբերություն ունենում ոչ բողնեսի։ Ծրագրեր չեն իրականացվում գյուղում։ Չէ, ոչ մի ծրագիր։ 2016 թվականի փետրվարին տեղի ունեցած ընտրություններով Հովքը խոշորացվեց Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան եւ Աղավնավանք համայնքների հետ։ Կենտրոնը Դիլիջանն է, որը Հովքից հեռու է 24 կիլոմետր։ Մեծամասամբ Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից փախստականներով բնակեցված գյուղի բնակիչներն ասում են, խոշորացումից հետո գյուղում որևէ աշխատանք չի իրականացվել։ Նախ եւ առաջ մեզ կապեցին Դիլիջանին, որ մեր ամբողջ կապը Իջևանի հետ է։ Ոչ տրանսպորտն ենք Դիլիջանի հետ, այ ես անձնագիր եմ հանում պրոբլեմա Դիլիջան գնալը։ Պարտադիր պիտի տաքսի բռնենք, որ գնանք վերենք։ Տաքսին էլ դե հաշվեք տեսեք ինչ փող է։ Մեր եկամուտը ինչ է, որ տաքսով մենք կամ Իջևան գնանք կամ էլ Դիլիջան։ Բնակիչները թվարկում են գյուղի խնդիրները, ասում են առաջնայինը տրանսպորտի ու ճանապարհների խնդիրն է։ Գյուղում տրանսպորտ չկա, իսկ ճանապարհները շատ վատ վիճակում են։ Հարկը հավաքում են, որ ճամփեք սարքեն, որ այդ ավտոները գնան կան։ Ցեխասմոտերը որ չեն անում, խեղդում են, չէ՞։ Բայց ուրա է ճամփեկը։ Ուրա։ Սա աշխատանքը այդ տղա ունեմ, տղես էլ ավտո ունի։ Սա աշխատանքը այդ մեքենայի վրան է։ Սա օրը կռիվ են կան, ասում են այդ սա օրը մեքենա է սարքում, երեխեք կան, կնիկ կա, տուն կա։ Դե ինչ անի, խեղճ երեխեն ինչ անի, մի անգամ իջնում է, բարձրանում մեքենան արդեն փշրված է։ Ես իմ մտցերք ուզում եմ տանեմ միտեղ վաճառեմ, ինչով տանեմ, տրանսպորտ չկա, մի բան չկա։ Երեխաները, օրինակ ուսանողներ, հիմա իմ տանը աղջիկը ուսանող պիտի լինի, ինչով պիտի գնա Իջևան ու գա։ Շատ մեծ խնդիր է, ես չգիտեմ իր դասերը ոնց պիտի էլի կազմակերպենք, ինչով գնա, գա։ Այս խնդիրների մասին պաշտոնյաներին բարձրաձայնել էին մինչև խոշորացումը եւս։ Խոստացել էին լուծել, սակայն մինչ օրս այդպես էլ չի լուծվել։ Խոստումները կա, աշխատանք չկա։ Գյուղացիները նշում են, ամեն ինչն էլ խնդիր է գյուղում։ Գազ չկա, թեև խողովակները գյուղում են, սակայն տուն հասցնելու հնարավորություն չկա։ Տարական որևէ ծառայություն բնակիչներին չի մատուցվում։ Այստեղ աղբահանություն չկա։ Համակ իրանց աղբը իրանց խողամասնած։ Աղբահանությունը սարսափելի վիճակ է, սարսափելի։ Շատ վատ վիճակ։ Աղբահանություն չկա, մենք մեր սեփական ուժերով, որը այրվում է, որը չգիտեմ, տանում ենք աղբանոց կա այնտեղ։ Գյուղում անկապարտեզ չկա, երեխաները խաղալու տեղ էլ չունեն։ Ասում են գոնե այստեղ կարելի է մի փոքր խաղահրապարակ, թեկուզ եւ ցանկապատը է։ Երեխեք են գոնե այստեղ մի հատ կարուսել դնեն, ես իմ ինչ դնեն, երեխեքը գոնե զբաղվեն։ Էնա մեյդանա, մաշինների տակ, ջան։ Գյուղացիներն ասում են, ամենակարևորը աշխատանք չկա, հիմնականում թոշակի, նպաստի եւ արտերկրից հարազատների ուղարկած գումարների հույսին են։ Գյուղի խանութի սեփականատեր Տիկին Սուսաննան ցույց է տալիս Նիսիայի տետրը եւ նշում, հաճախորդների 70%-ը գնումները կատարում են հետո վճարելու սկզբունքով։ Խնդրեմ, այսքան, այս ամբողջը տետրա ու այս ամբողջը Նիսիա է։ Ու սրա նման մի քանիսը արխիվն է գնաց, այսինքն փակվել։ Ամբողջ կյանքում այս խանութը որ աշխատում է, այս տետրի բանով է աշխատում, էլի։ Անպայման տետրը լինի, որ աշխատի։ Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը նշում է, որ խոշորացումից հետո մեծ դժվարությունների են հանդիպել։ Մենք ճիշտ ասած 100%-ով պատրաստ չէինք դրան, չնայած այցեր շատ են եղել Բավարիա, Գերմանիա եւ Դաշնություն, ասենք մենք փորձը բերել ենք Բավարիայից, բայց երբ որ սկսվում է այդ process-ը, հարց են գալիս շատ հարցերի մենք հանդիպեցինք դժվարությունների, որը հաղթահարեցինք շատ մեծ դժվարությամբ։ Փոխհամայնքապետի խոսքով խոշորացված համայնքը մասնակցել է USAID մի ծրագրի, ստացել 1.700.000 դրամ ֆինանսավորում, որը պետք է ուղղվի մի շարք խնդիրների լուծման՝ աղբահանություն, սանմակրում, ինժեներական լաբորատորիաներ եւ լուսավորություն։ Մակարյանը նշում է, որ արդեն ստացել են 2 տրակտոր, աղբահանության մեքենա, կլուծվի նաեւ լուսավորության հարցը։ 1500-1700 նոր սյուն է տեղադրվելու եւ այդ լեդավոր նոր լեդերով Երբ որ մենք համալրենք քաղաքը, մենք խնայենք բավականին մեծ էներգիա, եւ այդ խնայողության հաշվին մենք նաեւ այդ բնակավայրերը, որոնք նոր ավելացել են եւ պետք է լուսավորվեն, ստացվում է այնպես, որ մենք ոչինչ չենք կորցնում, ընդհակառակը շահում ենք։
Նկատառմանը, որ բնակիչները բողոքում են աղբահանության բացակայությունից, Մակարյանը հավաստիացնում է, դրա լուծմանը հաշված օրեր են մնացել։ Մենք արդեն ստացել ենք նոր աղբատար մեքենաները, ուղղակի սպասում ենք աղբամաններին, որովհետև այդ նոր տեխնիկաները պետք է աշխատեն նոր աղբամանների հետ։ Ինձ թվում է մի 10-15 օրից, երբ որ մենք կստանանք, կտեղադրենք, արդեն այս նոր աղբատարները ամբողջ բնակավայրերով կշրջեն եւ աղբանությունը իհարկե մենք կազմակերպենք։ Մակարյանը հավաստիացնում են նաև, որ տրանսպորտի խնդիրը եւս շուտով կլուծվի։ Եվրամիության հետ մենք նույնպես ծրագիր ունենք, շուտով այդ մրցույթը կլինի եւ մենք կստանանք նոր միկրոավտոբուսներ, Mercedes, եւ մենք կազմակերպենք նաեւ տրանսպորտային կապը մեր բնակավայրերի հետ ավելի նոր, արդիական ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով։ Իսկ ճանապարհների մասով փոխհամայնքապետը նշում է, որ ասֆալտապատելու հնարավորություն չկա, սակայն տեխնիկա կտրամադրվի հարթեցնելու համար։ Մենք թրթուրավոր տրակտոր պետք է ստանանք երևի մի 10-15 օրից եւ դա թողնելու ենք գյուղական համայնքներում։ Հենց դա սպասարկելու է հենց դրա համար ճանապարհներին։ Նա երևի կլինի մինչև մայիսի 10-ը։ Դիլիջան համայնքը ներկայում 63000 հեկտար տարածք է գրավում, ունի 27000 բնակիչ։ Մակարյանի խոսքով, բացի տեխնիկապես վերազինվելուց, անհրաժեշտ է, որ բյուջեն համալրվի։ Կմտածենք, թե ինչպես անել, որ մեր բյուջեն համալրվի։ Իհարկե մենք պետք է շատ լավ աշխատենք, որտեղ մենք ինքներս մեր գլխին շատ բարքեր ունենք կուտակած։ Փոխքաղաքապետը համոզված է, 1.5 տարի հետո ամեն ինչ կկարգավորվի։ Անի Գրիգորյան, Սարգիս Ղարազյան, Civilnet։